Գնեք 3 քառակուսի մետր սարիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Շարունակում ենք աշխատանքը եւ այս պահին զրուցելու եմ ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ միանալու համար։ Եվ այսպես, պարոն Մելքոնյան, նախ անդրադառնանք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովին, զեկույցին, ըստ էության այն ուղարկվեց խորհրդարանի առաջին բաժին եւ հասանելի չի լինի հանրությանը։ Ինչու այսպիսի եզրակացություն եղավ, 3 անգամ գիտենք ժամկետների հետ կապված խախտում էր եղել, խախտում չէ, երկարացվել էր հանձնաժողովի աշխատանքը, հիմա հանրությունը ինչպես քառօրյա պատերազմի դեպքում հասանելիություն չի ունենա այս զեկույցին։ Սա խնդիր չէ, պարոն Մելքոնյան։ Չէ, խնդիր ես չեմ տենում այդտեղ, քանի որ քննիչ հանձնաժողովը իր գործը կատարել է ամբողջապես ճիշտ է, մի երկու անգամ հետաձգվել է ամեն ինչը, բայց լիարժեք կատարվել է այն ինչ որ պետք է սպասեր մեր ժողովուրդը։ Բայց այստեղ խնդիրը նրանում է, թե արդեն ազգային ժողովը երբ այդ զեկույցը երբ պետք է հրապարակվի, երբ պետք է կատարվի արդեն ազգային ժողովի խնդիրն է, որ պետք է դնի օրը նշանակել։ Իսկ ինչ վերաբերում է, որ բոլորը այնպես մեծ սպասում են, որ այնտեղ ամեն ինչը պետք է զեկուցի, ոչ, այդպես չի, այնտեղ կա գաղտնի տվյալներ, կա ուրիշ գաղտնի տվյալներ եւ ամբողջ աշխատանքի ժամանակ նաեւ անցագործությունների դեպքեր են հայտնաբերվել, որ անմիջապես փոխանցվել է դատախազություն։ Այսինքն քննարկվել է ամեն ինչը։ Մոտ 10 ժամ վարչապետն է խոսացել։ Այդ ժամանակվա գլխավոր շտաբի պետն է խոսացել։ Բոլորը, ովքեր արտգործնախարարը նախկին, բոլորը խոսացել են եւ այնտեղ կան գաղտնիության տվյալներ, որ ասենք մենք չենք կարա, ասենք այդ գաղտնիքը բացահայտենք։ Այդ արդեն գաղտնի փակ ձևով արդեն այդ ամեն ինչը կարվի այնպես չի, որ դա մնալու է ստվերով։ Այդ փակ ձևով կքվյատվի, կզեկուցվի բոլորին։ Լավ, պարոն Մելքոնյան, ի վերջո նշվում է, որ կան եւ դավաճաններ, եւ իրենց աշխատանքում թերացողներ, գոնե այս մասով այդ դավաճանների ցուցակը ամբողջությամբ պարզվել է, հանգամանքները ամբողջությամբ ուսումնասիրվել են, մոտավորապես այսպես 210 էջից բաղկացած այդ զեկույցը արդյոք ամբողջական պատասխան է տալիս, ինչ տեղի ունեցավ, ինչու տեղի ունեցավ, ովքեր են դավաճանները, ովքեր են ազատության մեջ, ովքեր են անազատության մեջ։ Համոզվեք, որ դա ամբողջապես ուսումնասիրվել է եւ ամբողջապես կհրապարակվի։ Իմ կարծիքով, որ կա դավաճանական հետքեր, այդ ամեն ինչը կբացահայտվի։ Ում համար բացահայտ կլինի, եթե հանրության համար զեկույցը շարունակելու է փակ մնալ, պարոն Մելքոնյան։ Ես ասեցի, չէ, որ կան որոշ մասեր, որ փակ է լինելու։ Դա հնարավոր չի հրապարակել։ Իսկ այն մասը, որ ասենք կան դավաճաներ, բան, այդ մասը ես կարծում եմ, որ արդեն կհրապարակվի։ Քանի որ ընթացքում էլ գործեր են եղել, տասնյակ, որ ասենք այդ քննության ժամանակ բացահայտել են եւ այդ գործերը հանձնվել է դատախազություն։ Եվ հիմի էլ այն մասերը, որ ասենք դավաճանական մասեր կա, ինձ թվում է, որ դա գաղտնիություն չի պարունակում եւ բանը կհրապարակվի դրանց անունները։
Պարոն Մելքոնյան, իսկ ուրեմն այնպիսի մարդիկ են, որոնք որևէ քրեական գործով չեն անցնում, նկատի ունեմ 44-օրյա պատերազմից հետո չկան հարուցված գործեր, օրինակ այդ դավաճանական ցանկից, որին դուք եք տիրապետում ցանկում, այնպիսի մարդիկ են, որոնք կա, որ ընդհանրապես որևէ քրեական գործով չեն անցնում։ Չգիտեմ, թե դրանք անցնում են, թե չեն անցնում, բայց մենք շատ նմանատիպ դավաճանական քայլեր ենք տեսել։ Նույնիսկ որ հեռախոսներով մեր սպան ծախել է $200-300 ինֆորմացիաներ։ Մենք տեսել ենք, չէ՞, հարյուրավոր այդպես դեպքեր կան, որ քննվել են, քննության ընթացքում են։ Այստեղ էլ, ասենք, այդ նմանատիպ, ասենք, եթե բան կա, անպայման ցուցակները կհրապարակվեն։ Պարոն Մելքոնյան, այսօր ասուլիս էր տալիս 3 ժամանոց Ռոբերտ Քոչարյանը, որտեղ հայտարարություններ արեց, օգոստոսի 8-ը քննադատեց, նշեց, որ սա ուղղակի փաստաթուղթ էր ընտրությունների համար Նիկոլ Փաշինյանի, մեծ հաշվով ինչպես է գնահատում, եւ նշեց, որ մեր ձևովը եւ Հայաստան դաշինքը եթե միանան, ապա քաղաքացիական պայմանագրին կհաղթեն 26 թվականի ընտրություններում։ Ուրեմն ես չեմ նայում այդ ասուլիսները, որտեղ ամեն անգամ նույն բանն է, Սինանուշչա, նույն բանն են ասում այդ մարդիկ, որ Հայաստանը միանա ումը մեր համամիութենական, հա? Չէ, մեր ձևով, ասել է, կմիանանք մեր ձևով, արդեն իմի եթե ռեյտինգ ուներ այդ մեր ձևովը, արդեն այս ասուլիսից հետո իր ռեյտինգը արդեն են գնում է։ Որովհետև իրենք ասում են, որ մենք մենակ ենք գնալու, կապ չունենք Ռոբերտ Քոչարյանի, կապ չունենք Սերժ Սարգսյանի, ոչ ոքի հետ կապ չունենք։ Այսինքն եթե Ռոբերտը հայտարարում է, որ մենք միանանք կհաղթենք, ուրեմն պատկերացրեք, որ ոչ մի արտարակել իրանք չեն ունենալու, նախ առաջերտին, երկրորդն էլ իրանց ամբողջ նպատակը Հայաստանին չոքցնելն է, Հայաստանին տանել դեպի ծայրագավառ, իրանց նպատակը էս է, ուրեմն ժողովուրդը այսքան ժամանակ չի հասկանում, ինչ է կատարում։ Կատարում է, որ իրենք Ռուսաստանի ճորտերն են և կատարում են Ռուսաստանի իրավունքները։ Ինչքան մոտենա ընտրությունները, ինչքան շատ թող ունեն, այնքան էլ կավելացնեն, ցույց կտան, որ իրանք աշխատանքներ են տարել, իրանք ցույց կտան, թե ինչ են պատրաստվելու անել, եւ այս ամեն ինչը անում են, որպեսզի Հայաստանին, հայ ժողովրդին չթողեն, որ հայ ժողովուրդը զարգանա ու հայ ժողովուրդը դառնա իսկական ժողովուրդ, ազատ ժողովուրդ։ Ուզում են անպայման չոքցրածելն Ռուսաստանի դեմ։ Այս է իրանց ամբողջ նպատակը։ Այս ասուլիսները, այս ամեն ինչը տանում են, բայց որ իրանք այնքան ազդիվ են, որ բացահայտում են իրանց նպատակները բացահայտում են, այդ շատ լավ է։ Հիմի ժողովուրդը չի տենում, թե ուր է գնում։ Ուրեմն մի բան ասեմ, օգոստոսի 8-ը, որ քննադատում են իրենք, ուրեմն օգոստոսի 8-ը, այսի մեր ժողովրդի համար ես կարամ ասեմ երազանք է, որ ասենք Ամերիկան մտնի մեր տարածքը, Ամերիկան համագործակցի մեր երկրի հետ և համագործակցումը մենք արդեն տեսնում ենք, որ Ամերիկան ինչ նպատակներ ունի Հայաստանում, ինչա որոշել ներդնի Հայաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ պայմանագիրը, որ նայում ենք, ոչ թե պայմանագիրը, համաձայնագիրը որ կա, 3 կետ է։ Այս 3 կետն էլ մեզ հուշում է, որ մեր երկիրը պետք է զորանա, ուժեղանա եւ դառնա երկրորդ Իսրայելը տարածաշրջանում։ Եթե մենք խելոք լինենք, մենք միայն ու միայն պետք է ողջունենք։ Բայց իրենք եթե չեն ողջունում, իրենք ընդհակառակը տեսնում են, երբ որ գնա ժողովրդավարությունը, վաղ միսօր իրեն կդատվեն էլ,
ունի զրկվել այս ամեն ինչը չէ որ մարդիկ տարիներով շարունակ աշխատել են, դիզել են, հիմա այս ամեն ինչը ձեռներից գնում է։ Դրա համար իրանք ամեն ինչ կանեն, որպեսզի մեր երկիրը մնա Ռուսաստանի ճորտատիրության տակ։ Այս է իրանց ամբողջ խնդիրը, որ իրանք անում են։ Ու արդեն իրենց արբանյակներն էլ հայտնի են, սկսած Վարդանիկից, մնացածից, արդեն բացահայտ բոլորը խոսում են։ Դրա համար մեր ժողովուրդը հասկանա վաղը, եթե ինքը իր ձայնը տալիս է, հասկանա ում է տալիս այդ ձայնը եւ այդ ում որ տալիս է, ինքը ինչ նպատակներ ունի Հայաստանի հանդեպ։ Այս ամեն ինչը տեսնում ենք, որ բան չի։ Երբ որ գնում ենք համայնքները շրջագայության կամ ասենք թաղում ենք գնում, հարսանիք են գնում, ժողովուրդը հավաքվում է մեր շուրջ եւ ասում է լավ, վերջը ինչի ես մարդկանց վերջը չեն տալու։ Ինչքան պետք է իրանք այս մեր երկրի ոտից կախված քաշել ներքև։ Ամբողջ տեղն է բոլոր համայնքներն էլ, բոլոր շրջաններն էլ, մարզերն էլ, գնացեք նայեք տեսեք ինչ է կատարում, ով է հարգում իրենց, ով է իրանց ընդունում, չկան այդ բաներ։ Իրանք ինչքան էլ գոռան, ինչքան էլ էս մեդիա դաշտը առնեն ու մեդիա դաշտը լցնեն կեղծիքներով, այդ էլ չի փրկելու իրենց։ Բայց իրանք օգոստոսի 8-ը քննադատի, մենք ասում ենք խաղաղության ենք ցկտում, գնում ենք խաղաղություն։ Ու իրոք քայլերը կան, արդեն նախադրյալները կան, պայմանագիրը նախաստորագրված է խաղաղության եւ արդեն շուրջ 2 տարի մենք սահմաններից չենք լսել, որ միտեղ թշնամու գնդակից զոհ ունենանք։ Արդեն մենք գնում ենք դրան։ Իսկ այդ մարդիկ, ովքեր որ օգոստոսի 8-ը ուզում են չերյալ համարեն, ուզում են ու չգիտեմ ինչի հաշվին են, որ ուզում են պատերազմ լինի, ու մի հատ էլ նայեք տեսեք սրան, մենք 2-3 պատերազմ ենք ունեցել, սրանցից որ մեկի որդին է պատերազմի տաշտեղ է, սրանք պատերազմ են ուզում, ով է կռվելու, են բանվորի, գյուղացու, երեխեքն են կռվելու, ով է զոհվելու, այդ երեխեքն են զոհվելու, այդ իրանց վեճը չի, թե ինչքան կզոհվեն, ինչ կլինի, ինչ չի լինի, իրանք շատ պետք է, թե ով զոհվեց ու երեխեն զոհվեց, իրանց հետաքրքիր չի, դրա համար իրանք հիմի պատերազմ են քարոզում այդ մարդիկ, խաղաղության թշնամի են իրենք, պատերազմը իրանց մարմնի վրով չի անցել, ու վերցրեք այդ ովքեր որ օգոստոսի 8-ի մասով հայտարարում են, թե օգոստոսի 8-ը մենք անմիջապես չեղյալ կհամարենք, հələ որ չեղյալ եք համարելու, ձեր որի երեխեն է գնում կռվելու, թող մեկը ելնի ասի, այ ես հայտարարում եմ օգոստոսի 8-ը, որ ճիշտ չի արված, եւ թող պատերազմ լինի ու իմ տեղեն առաջինն է տալու պատերազմ, թող մեկը ասի, կարա ասի։ Ուրիշ երեխեքի վրա են խաղում այս ամեն ինչը։ Շնորհակալ եմ։ Այո, պարոն Մելքոնյան, շարունակեք։ Մենք տեսանք եւ սրանից պետք է դասեր քաղենք, Սիրանուշ ջան։ Հասկանանք ուր ենք տանում մեր ժողովրդին, ձեր ասուլիսներով, ձեր կորկրոսներով։ Շնորհակալություն, պարոն Մելքոնյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում է Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։